Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը ներկայացրեց 2016 թվականի համայնքային բյուջեների սեփական եկամուտները, դրանք կատարվել են 83,1%-ով, թերակատարումը կազմել է 59 միլիոն 800 հազար դրամի չափով։ Նախկին վարչական տարածքներից ամենաբարձրը Արտիկի տարածաշրջանն է 97,8%, վերջի տեղում է 47,4%-ով Աշոտսկի տարածաշրջանը։ Գայլան գյուղատնտեսական աշխատանքներին անդրադարձավ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը։ Նրա տեղեկացմամբ գյուղական համայնքներից ներկայացրած հայտերի և համապատասխանաբար կատարված վճարումների հիման վրա գարու և կորնգանի սերմացուն ծառայել է իր նպատակին, արվույթի սերմացուն էլ ճանապարհին է։ Արվույթի խմբականակն է ներկրվել մարզ, հիմա բեռնատապում են բոլոր այն համայնքները, որոնք ունեն համապատասխան վճարումներ, այսօրվա ընթացքում թեկուզ շաբաթ-կիրակի, որպեսզի ցանկերը չհետաձգվեն, հնարավոր ցանկերը ուրեմն բնությունը թույլ է տալիս, կարող եք նաև այս ձեր ուրեմն մուծած արվույթի սերմացուի քանակությունը ստանալ եւ կատարել համապատասխան ցանկեր։ Պարարտանյութի և դիզվառելիքի չափաքանակները ևս ներկրվել են մարզ։ Ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի ընդհանուր առմամբ 5600 տոննայի չափով ներկայացված քանակի դիմաց 2000-ն արդեն բաշխվել է։ Մյուս մասը կստացվի ու գյուղացիական տնտեսություններին կհատկացվի առաջիկայում։ Պարարտանյութի ստացման հետ խնդիրներ չի առաջանա, իսկ ահա դիզվառելիքի չափաքանակի հետ կապված գյուղատնտեսները կարող են դժգոհել, ասում է ոլորտի պատասխանատուն։ Մեր մարզի տված հայտը, որ մենք ներկայացրել ենք, 3,5 միլիոն լիտր կառավարության կողմից որոշ քանակությամբ քիչ է հատկացվել եւ այն խմբականակը, որ ձեր ուրեմն պահանջից համատականորեն կրճատվել է, դա միայն դրա հետ է պայմանավորված։ Տրամադրվող սերմացուից և գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջվող պարարտանյութից ու դիզվառելիքից ոչ բոլոր համայնքները կարող են օգտվել։ Մարզում պարտապան համայնքների թիվը քիչ չէ։ Միայն 2014 թվականին համայնքների կուտակած պարտքը հասնում է 54 միլիոն դրամի։ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը սակայն փորձեց խնդիրը կարգավորել 2012 թվականից պարտքեր կուտակած համայնքապետերի հետ առանձին։ Մենք դեռևս 2012-13 թվականներին սերմացուների հետ կապված ունենք պարտքեր 9 միլիոն դրամի չափով։ Ես չեմ ուզում այսօր այդ հարցը մենք քննարկենք, ուրեմն այն համայնքները դրանք Զույգախոր, Ողջի, Մարմաշեն, Իսահակյան, Լուսարակապ, Աղին, Հայկածոր առանձին մոտ խորհրդակցություն կհրավիրել։ Անդրադարձ կատարվեց նաև գարնանային հնարավոր հեղեղումներից և սելավներից խուսափելու նպատակով իրականացվող միջոցառումներին։ Ոլորտի պատասխանատուի խոսքով մարզում կան համայնքներ, որտեղ առաջիկայում վարարումներն անխուսափելի կլինեն։ Անհրաժեշտ է բոլոր համայնքներում պատրաստի վիճակի բերել համայնքային քաղաքացիական պաշտպանության կազմավորումները, արագ արձագանքման խմբերն ու ինժեներական տեխնիկան, ինչպես նաև ունենալ պահուստային վառելիք, կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով։ Անհրաժեշտ է համայնքապետարանում սահմանել հերթապահություն, սպասող հնարավոր հեղեղումների և ձեռնարկվելիք առաջնահերթ քայլերի մասին իրազեկել համայնքների բնակչությանը։ Նիստի վերջում Հովսեփ Սիմոնյանն անդրադարձավ Արցախում տեղի ունեցող մարտական գործողություններին և համայնքների ղեկավարներին շնորհակալություն հայտնեց ստեղծված արտակարգ իրավիճակում արագ արձագանքելու և պատրաստակամությամբ հանդես գալու համար։ Ալլա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։